Պարոն Մամեդյանյան, Միհրան Հակոբյանի վրա բռնություն կիրառելուց հետո Նիկոլ Փաշինյանը գրառում արեց և դատապարտեց Հայաստանում տեղի ունեցող բռնությունը, նշելով, որ պետք է իրավական ճանապարհով լուծում տրվի այդ ամենին։ Ինչպես եք գնահատում Փաշինյանի այս հայտարարությունը։ Ինչպես միշտ Փաշինյանը իրեն պահում է որպես ընդդիմադիր, այլ ոչ թե որպես վարչապետի աթոռին նստած մարդ։ Նման պահանջներ կարող են արտահայտել և պիտի արտահայտեն ընդդիմադիրները։ Բնականաբար մենք դատապարտում ենք և ես անձամբ դատապարտում եմ Միհրանի հետ տեղի ունեցածը, շուտաբույտ ապաքինում եմ մաղթում Միհրանին, բայց դա վարչապետի աթոռին նստած մարդու ասելիք չի։ Ողջ ուժային համակարգը ինքը ուզուրպացրել է ու օգտագործում է որպես քաղաքական անդիմախոսներին լռեցնելու գործիք։ Թե նույն տրամաբանությամբ հանձնարարական տա շուտապույտ կերպով բացահայտել այս գործը։ Ընդ որում նմանօրինակ հանցագործություններ ամենատարբեր տեսակի վխտում են մեզանում, ոչ իհարկե քաղաքական ենթատեքստով, ինչպես պարոն Հակոբյանի պարագայում, այլ կենցաղային խնդիրներով։ Մենք ունենք ահռելի քանակությամբ հանցագործությունների աճ, իսկ մասնավորապես այս դեպքը խայտառակություն է մարդուն իր քաղաքական հայացքների, իր խոսքի համար ըստ ամենայն հավանականության, որովհետև որևէ այլ պատճառ պարոն Հակոբյանը նման պատմության մեջ հայտնվելու չուներ։ Բռնության են ենթարկել և կոչ անելը Փաշինյանի անելիքը չի, Փաշինյանի անելիքն է հանձնարարել և հետամուտ լինել, որպեսզի այդ գործը, ինչպես օրինակ Էդգար Ղազարյանի գործը, ինչպես նույն Միհրան Հակոբյանի գործը տարիներ առաջ նռնակիր մեքենայի տակ նետելու, այս բոլոր գործերը բացահայտվեն, այլապես նմանօրինակ դրսևորումները հաճախակի են դառնալու, որովհետև անպատժելիությունը բերում է քաոսի, բերում է անօրինության։ Պարոն Մամեդյանյան, արդյոք հենց ֆեյսբուքյան գրառումների համար էր տեղի ունեցածը, որովհետև նաև լսում ենք հակառակ կարծիքը, որ խոսքի ազատությունը ամենևին չպետք է ամենաթողությամբ վերածվի և անձնական բնույթի, այդ թվում նաև գրառումներ կատարվի։ Դա մանիպուլյացիա է, որը Փաշինյանն է նետել դաշտ ու որին տրվել ոչ մի դեպքում չի կարելի։ Բնականաբար սա եղել է Միհրան Հակոբյանի հասարակաքաղաքական գործունեության պատճառով, ինքը պարոն Հակոբյանն էլ է դրա մասին խոսում և ակնհայտ է այդ ամենը, և դրա հետևանքների վերացման բացահայտման գործը Փաշինյանի ուղիղ հանձնարարականով պիտի ուժայինները զբաղվեն։ Որևէ կապ չունի տրամաբանությունը, թե ինչ են փորձում ներկայացնել իբր խոսքի ազատություն, չի կարելի վիրավորել մարդկանց և այլն և այլն։ Այդ հատվածը, թեպետ դրա մասին ես չեմ էլ ուզում առհասարակ խոսել, այդ հատվածը ոչ մի կապ չունի նրա հետ, որ Փաշինյանի պարտականությունն է հանձնարարել, որպեսզի այս և նմանօրինակ բոլոր այլ դրսևորումները, որոնք արդեն քիչ չեն, շուտապույտ բացահայտվեն։ Սա մանիպուլյացիա է, որին տրվել ոչ մի պարագայում չի կարելի։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում հնչային օրհներգ, ինչպես նաև առաջարկում է եկեղեցու ներսում կամ հարակից մուտքի մոտ տարածքում դրոշ տեղադրել։ Ինչպես եք վերաբերում այս հայտարարություններին, ինչ է սրանով ցանկանում Փաշինյանը ասել կամ անել։ Փաշինյանը լավ բան ցանկանալ չի կարող, ըստ սահմանման։ Թող ինքը իր կեղտոտ ձեռքերը հեռու պահի մեր սուրբ հայ առաքելական եկեղեցուց, սա առաջինը, երկրորդը դրոշների առկայությունը և պետական սիմվոլների առկայությունը շատ ու շատ էական է սերնդի դաստիարակման համար, այո, անհրաժեշտ է որպեսզի պետական սիմվոլները շատ լինեն, բայց նորից եմ ասում, Փաշինյանը թող ձեռքերը հեռու պահի առաքելական եկեղեցուն, դա իր տիրույթը չի, մեր պատարագը դարեր շարունակ նույն տեսքն է ունեցել, չեմ կարծում, որ որևէ մեկը իրավունք ունի առնչվել դրա կազմվածքին, այնտեղ հնչող մտքերին, այնտեղ հնչող աղոթքներին, Փաշինյանը թող ավելի լավ անի ամեն ինչ, որպեսզի մենք բոլորս, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, չհամաչենք ամեն օր ավելի խայտառակ ու ավելի աշխարհի կողմից անտեսված լինելուց։
Եվ Փաշինյանը ներկայացրեց կաթողիկոսին հեռացնելու այսպես կոչված ճանապարհային քարտեզը, մինչդեռ օրինակ կաթողիկոսը Զվարթնոց օդանավակայանում քաղաքացիների հետ հանդիպանը նշեց, որ ինքը եւ եկեղեցին շարունակելու են իրենց ծառայությունը։ Ինչ հանգուցալուծում է այս ամենը ստանալու, երբ իշխանությունները այսպես կոչ անելով եւ հայտարարելով գնում են դեպի իրենց քայլին կաթողիկոսին հեռացնելու։ Իմ խորին համոզմունքն է, որ ցանկացած նմանօրինակ կեղտոտ արշավից առաքելական Սուրբ եկեղեցին ավելի հզոր, ավելի կուռ, ավելի զորեղ է դուրս գալու, այնպես որ Փաշինյանը շատ փոքր է, որպեսզի եկեղեցու համար խնդիրներ ստեղծի։ Ինչպես արդեն իսկ նկատում եք, որ 10 բարձրաստիճան հոգևորականներ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը։ Գիտեք, ես շատ երկար չեմ սիրում այս թեմայով խոսել, մի բառով պատասխանեմ՝ Աստծով։